Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, այսօր ես նախատեսել եմ արտահերթ թեմատիկ զրույց, պայմանավորված 3-2024 թվականի մայիսի 24-ին վարչապետի պաշտոնը զբաղեցնող հայրենիքի գողի Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ուղերձի կապակցությամբ, որպեսզի նրա հնչեցված ուղերձը անհետևանք չմնա այն մարդկանց շրջանում, ովքեր որ դա լսել են, որովհետև շատերը այլևս նրա խոսքին ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում, շատերը ընդհանրապես չեն լսում տհաճություն ապրելով, բայց քիչ թվով մարդիկ են, ես երեկվա դրությամբ նայեցի, կառավարության կայքում YouTube-յան ալիքում ընդամենը 2500 դիտում ուներ այդ տեսանյութը, այսինքն հիմնական սկզբնաղբյուրից, որից տարածվում է մյուս լրատվամիջոցները, շատ քիչ թվով մարդիկ են հետևում փաստորեն նրա գործունեությանը, այսինքն նա այլևս ոչ մեկին հետաքրքրություն ըստ էության չի ներկայացնում։ Բայց այնուամենայնիվ, քանի որ նրա ցանկացած գործունեություն, ցանկացած ուղերձ իր մեջ շատ մեծ վտանգներ է պարունակում, նա ոչ մի բան հենց այնպես չի անում, նրա գործողությունները ոչ միայն մտածված են, պլանավորված, այլ այլևս պարզ է, որ հստակ հրահանգավորված են Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի կողմից։ Հետևաբար, եթե նա ինչ-որ բան անում է, նշանակում է նախապատրաստում է ինչ-որ մի վատ գործողություն, ինչ-որ մի վատ ձեռնարկ։ Եվ այդ կապակցությամբ ես այսօր կփորձեմ ձեր ուշադրությանը հրավիրել այդ ուղերձի թե ներկայացման ձևին վերաբերող որոշակի հարցեր եւ դրա բովանդակության առնչվող հարցեր։ Ուզում եմ ավանդույթի համաձայն շնորհակալություն հայտնել ոչ միայն լսող մեր քաղաքացիներին, այլև նրանց, ովքեր այս տեսանյութը կտարածեն իրենց Facebook-յան հաշիվներում կամ սոցիալական խմբերում, որին անդամակցում են, ինչպես նաև այն գործընկեր լրատվամիջոցներին, ովքեր պարբերաբար, եթե ոչ ուղիղ եթերում, ապա հետագայում իրենց YouTube-յան ալիքներում տեղադրում են այս տեսանյութերը։ Այդ առումով ես իմ շնորհակալությունն եմ հայտնում 168am լրատվական կայքին, Հայելի.am-ին, Ասեկոս.am-ին, Հայկական երկրորդ հեռուստաալիքին, ինչպես նաև այլ լրատվամիջոցների։ Ուրեմն ուղերձի հետ կապված, նախ ուղերձից անմիջապես հետո Ժողովուրդ օրաթերթը մի նյութ հրապարակեց, որից պարզ դարձավ, որ այս ուղերձը սկզբնական շրջանում այլ նպատակ է ունեցել, եւ միայն իրավապահ մարմինների ներկայացուցիչները ստիպել են նրան, բացատրելով, որ չեն կարող այդ նմանատիպ գործունեություն, ծառայություն կազմակերպել, ստիպել են նրան վերանայել ուղերձի հիմնական մասը, որովհետև նա նպատակ է ունեցել Հայաստանում, գոնե դրա առանձին հատվածներում հայտարարել արտակարգ դրություն, այդ արտակարգ դրություն հայտարարելու քաղաքական իմաստը կայանար դրանում, որ առաջին թույլ չէ տա մարդկանց ազատ տեղաշարժը այն տարածքներում, որոնք նա հիմա Տավուշի մարզից հանձնում է Ադրբեջանին, այսինքն ավելի կվերահսկվեին մարդկային հոսքերը, բացի դրանից ըստ մեր սահմանադրության արտակարգ դրության պայմաններում արգելվում է իր անվստահություն հայտնել վարչապետին, այսինքն Բագրատ Սրբազանը, որը հայտարարել է, որ Սրբազան պայքարի հաջորդ էտապում խնդիր է դրվելու նաև ազգային ժողովի կողմից վարչապետին անվստահություն հայտնել, արտակարգ դրություն հայտնելու դեպքում սահմանադրությամբ արգելվում է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։ Եվ հիմնական նպատակը կարծում եմ դա է եղել, որ ինքը ի սկզբանե այդպես նպատակ ունեցել, որպեսզի առավել կառավարելի պահի իրավիճակը եւ ըստ Ժողովուրդ օրաթերթի հրապարակումների իրավապահ մարմիններն են ուրեմն խոչընդոտ ստեղծել, որպեսզի նա այդպիսի հայտարարություններ անի եւ դրանով է պայմանավորված, որ ուղերձը հիմնականում վերաբերել է ինչ-որ փիլիսոփայական անմիտ հիմարությունների ներկայացմանը եւ ըստ էության իր հիմնական մասով դա ոչ մի բանի մասին էր։ Եվ ժամանակագրության առումով պետք է ասեմ, որ առհասարակ ուղերձները հղում են որ դեպքերում, երբ որ մի սպառնալիք կա կամ մի հաջողություն։ Նիկոլ Փաշինյանի ուղերձի հետ միասին զուգահեռ եղել է հայտարարություն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի կողմից, որ Հայաստանը Ադրբեջանին է վերադարձել 4 գյուղեր, ընդ որում խաղաղ առանց որևէ գործողությունների, այն նույն հատվածից Հայաստանի, որ 2020 թվականին 44-օրյա պատերազմից առաջ հուլիս ամսին
ինտենսիվ մարտական գործողություններ էին ծավալվել մի քանի օր շարունակ, որի ժամանակ Ադրբեջանը ունեցել էր 11 զոհ, այդ թվում եւ բանակային կորպուսի շտաբի պետը գեներալ-մայորի կոչումով եւ ընդամենը մեկ դիրքի պաշտպանության համար ինտենսիվ մարտեր մղած հատվածում Նիկոլ Փաշինյանը շատ հանգիստ Ադրբեջանին է հանձնում 4 գյուղեր իրենց մերձակա տարածքներով մի քանի կիլոմետր քառակուսի հսկայական տարածքներով եւ երբ որ ադրբեջանցիները արդեն տեղադրեցին նաեւ ֆիզիկապես փշալարեր այդ հատվածում իրենց զորքերը բերեցին տեղակայեցին մեր երկրի տարածքում Ադրբեջանի փոխվարչապետը, ով որ այդ գործընթացի կազմակերպման պատասխանատունն է Ադրբեջանի կողմից Շահին Մուստաֆայևը հայտարարեց այդ գործընթացի ավարտի մասին։ Նույն օրը նաև ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի հայտարարեց, որ այնտեղ տեղակայված են ԱԱԾ սահմանապահ զորքեր, այսինքն դա նշանակում է, որ մեր բանակը հետ է քաշվել պաշտպանական գոտուց։ Եվ Շահին Մուստաֆայևի հայտարարության հետ միասին զուգահեռ հնչում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, այսինքն նա ուղերձով արձանագրում է ադրբեջանական հաջողությունները։ Այն ինչ որ Ադրբեջանը իր արժև նպատակ էր դրել, իսկ այս գործընթացը սկսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունից, այսինքն իրենք որոշել են, պահանջը դրել են, հիմա այս պահանջները կատարվել է եւ Նիկոլ Փաշինյանը իր ուղերձով զեկուցում է ըստ էության ադրբեջանական հաջողությունների մասին։ Ուրեմն երբանից է սկսել այս գործընթացը։ Տեսեք, օրինակ ասում է, չէ՞, մենք սահմանազատում արեցինք, սկսեցինք սահմանազատումը այդ հատվածից եւ այլն։ Մեր երկրի տարածքը պետք է լինի, սահմանները պիտի որոշակի լինեն։ Այս երբանից է սկսել ինքը այդ թեմայով խոսել։ Կարևոր է, չէ՞։ Իսկ եթե դա քո մտածմունքն է, քո պատկերացումն է, ուրեմն եթե դու դառնում ես երկրի ղեկավար, ոչ միայն ղեկավար դառնալուց հետո, այլ քո նախընտրական խոստումները, նախընտրական խոսույթը դրան պետք է վերաբերվի։ Ասես մենք գալիս ենք իշխանության, որպեսզի լավ հարաբերություններ հաստատենք հարևանների հետ, հստակեցնենք սահմաններ, իրականացնենք սահմանազատում, չէ՞։ Այսինքն եթե դա քո պատկերացումն է, քո կարծիքն է, դա պիտի նախապես հայտնես մինչև քաղաքական գործընթացների սկիզբը։ Իսկ բացի դրանից, որ այդ մասին խոսում է 6 տարի պաշտոնավարելուց, այդ 6 տարվա ընթացքում մի քանի պատերազմ հրահրելուց, այդ պատերազմներում պարտվելուց հետո ուղիղ համընկնում է նրա ելույթները Ադրբեջանի նախագահի հայտարարությունների հետ։ Եթե հիշում եք, երբ որ սահմանային հանձնաժողովներ ստեղծվեցին, այդ հանձնաժողովները ստեղծվել են 2 տարի առաջ, հենց այս օրերին 2022 թվականի մայիսի 22-ին ինքը Բրյուսելում հանդիպեց Իլհամ Ալիևի հետ, Շարլ Միշելի մասնակցությամբ, մայիսի 23-ին ստեղծեցին Մեհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆայևի ղեկավարությամբ այդ երկու հանձնաժողովներ։ Այսինքն այդ հանձնաժողովները ստեղծելուց 2 տարի անց է, որ սկսում են նրանք որևէ քայլեր իրականացնել։ Իսկ այդ ընթացքում 2022 թվականին, քանի դեռ գործում էր Լաչինի միջանցքը, քանի դեռ ինքը չէր շրջափակել Արցախը Ալիևի հետ միասին, Ալիևը որ հատվածից էր ասում, որ պետք է սահմանազատում իրականացվի։ Հələ հիշենք էլի, ընդամենը 2 տարի առաջվա բանը։ Այո, Գորիսի համայնքի քաղաքի տեղ գյուղի հատվածից, այսինքն այն հատվածից, որտեղով սկիզբ էր առնում Արցախը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը Լաչինի միջանցքը 5 կիլոմետր լայնությամբ, որի կարգավիճակը եւ երաշխիքները սահմանված էին նոյեմբերի 9-ի հայտարարությամբ եւ այնտեղ էլ տեղակայված էին ռուսական խաղաղապահ զորամիավորներ։ Այսինքն Ալիևը 2 տարի առաջ պահանջում էր, որ սահմանազատումը իրականացվի այդ 5 կիլոմետրի հատվածում մի նպատակով, որպեսզի Հայաստանը պաշտոնապես ընդուներ, որ այստեղ ավարտվում է Հայաստանի սահմանը եւ սկսում է Ադրբեջանի սահմանը, ինչը որ Ադրբեջանին լեգիտիմ հիմք իրավունք կտար Հակարի կամրջի մոտ տեղադրել հսկի սահմանային անցակետ, Արցախը ամբողջությամբ կտրել Հայաստանից եւ հետագայում դա զավթել ու օկուպացնել։ Քանի որ այդ խնդիրը Իլհամ Ալիևը կարողացավ լուծել ի շնորհիվ Նիկոլ Փաշինյանի այլ ձևերով, այսինքն հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությունը ստորագրելով, այդ հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով, որ ինքը ընդունում է Արցախը Ադրբեջանի կազմում եւ այլն, հետո Շուշիի մատույցներից Արցախի շրջափակում, հետո ապրիլի 23-ին 2023 թվականին այդ նույն անցակետը դրեցին Հակարի կամրջի մոտ եւ վերջ։ Այդ հատվածը փակվեց։ Հիմա ոչ ոք Ալիևին այլևս չի հետաքրում Սյունիքի մարզում Հայաստանի հետ սահմանագծում, որովհետեւ չի հետաքրում ոչ թե դա իրան այլևս ընդհանրապես հետաքրքիր չէ, այլ ինքը այլ ծրագրեր ունի, ինքը այդ տարածքները առհասարակ ուզում է զավթի։
եւ ունի հստակ գործողություններ։ Իսկ եթե մի տարածք ինքը պիտի զավթի, իրան նույնիսկ պետք չի այնտեղ որևէ սահմանային խնդիր լուծելը։ Բայց քանի որ Տավուշի մարզից ինքը ամբողջությամբ զավթելու խնդիրը այս պահին այլ եղանակով է լուծում, ասում ընդամենը պետք է ցանկացած Ալիևը չի, ասենք այդ այնքան ցածր գիտակցություն ունեցող մարդ էլ կար այդ մասի մտածի, որ ենթադրենք Ադրբեջանի այդ երրորդ բանակային կորպուսի զինված ուժերի շտաբի պետներ պիտի դրա մասին մտածի, ասենք դրա մակարդակով կայացված որոշումներ է, որպեսզի իրենք հետագայում այդ հատվածից ռազմական գործողությունները ինտենսիվ անեն, իրանց ինչ է պետք, որպեսզի հայկական զինված ուժերի պաշտպանական բնակիչը ամբողջությամբ փլուզվի, հայկական կողմը իրանց դիմադրություն ցույց տալու ֆիզիկական հնարավորություններ չունենա, իրանք էլ այնպես տեղանքում դիրքավորեն, այնպես դիրքեր զբաղեցնեն, աշխարհագրորեն այնպիսի վիճակում հայտնվեն, որ ոչ միայն այս պահին ավելի նպաստավոր լինի, քան ունեցել են մինչև հիմա, այլ հետագա մարտական գործողությունների տեսանկյունից։ Այսինքն, եթե ուզենան հետագայում ավելի առաջ գան, մոտենան Վանաձոր քաղաքին, վերահսկողության տակ վերցնեն ավելի շատ ճանապարհներ, գազատարներ, ջրատարներ եւ այլն, իրանց համար նպաստավոր դիրքեր են հիմա ստեղծում։ Եվ այդ պահանջ Իլհամ Ալիևը դրել է Նիկոլ Փաշինյանի առաջ, սա էլ կատարում է։ Հիշեք ժամանակագրությունը, Ալիևի հայտարարություն այս տարվա հունվարին, Ալիևի հայտարարությունը անցած տարվա դեկտեմբերին էր, եթե չեմ սխալվում, դեկտեմբերի 14-ին։ Դրանից հետո հունվարի արդեն եղավ Մեհեր Գրիգորյան, Շահին Մուստաֆաև առաջի հանդիպումը, դրանից հետո եղավ երկրորդ հանդիպումը, այդ հանդիպումների ընթացքում Նիկոլ Փաշինյանը գնաց ազգային ժողով, քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորների հետ փակ հանդիպում անցկացրեց, հետո հրավիրեց մամուլի ասուլիս, այդ մասին արդեն բարձրաձայն ասաց, այսինքն իր թիմին քաղաքականապես նախապատրաստեց, հետո մամուլի ասուլիս հրավիրեց այդ մասին բաց ասաց, հաջորդ օրը գնաց գյուղ, հանդիպեց համայնքի բնակիչների հետ, ծանր հանդիպում էր անցել եւ այլն, բայց այդ հիմարությունները այնտեղ դուրս տվեց, եկավ սկսեց գործընթացը իրականացնել, ազգային ժողովում ելույթ ունեցավ, հետո նորից մի հատ գնաց Գիրանցում բնակիչների հետ հանդիպեց, եկավ հաջորդ օրը արդեն ադրբեջանական ներխուժումը խաղաղ հանգիստ հայկական զորքը հետ քաշվեց, այդ դիրքերը ամբողջությամբ հանձնեցին։ Հիմա տեսեք քարտեզները, որոնք նրանք վկայակոչում են, չէ՞։ Միշտ հակասական տեղեկություններ, ինչը մի բանի ապացույցն է, որ ոչ մի քարտեզ էլ գոյություն չունի։ Նիկոլ Փաշինյանը, երբ որ դեռևս Եվրոպա Բրյուսել կատարած իր այցելությունների ժամանակ էր հայտարարում, դրանից հետո էլ 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում ստորագրված հայտարարության մեջ վկայակոչվում են ԽՍՀՄ զինված ուժերի տրամադրության տակ եղած 1991 թվականի քարտեզները, որոնք պետք է հիմք հանդիսանային այս գործընթացը իրականացնելու համար։ Ինչպես հիմա հետևում եք, լսում եք 91 թվականի ու քարտեզի մասին ոչ ոք չի խոսում, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ոչ հայկական կողմից, ոչ ադրբեջանական կողմից իրենց ոչ մեկ չի դիմել քարտեզներ ստանալու նպատակով, այսինքն այդ քարտեզները շարունակում են մնալ Մոսկվայում, դա ոչ մեկին չի տրամադրվել։ Հիմա ինքը խոսում է 76 թվականի քարտեզի մասին, դրանից առաջ խոսում էր 1987 թվականի հայկական սովետական հանրագիտարանի տեղեկությունների եւ Հայաստանի տարածքի մասին տեղեկությունների մասին, հետո ասում են 1926 թվականի քարտեզներ, իսկ Տավուշի մարզպետը, որը Նիկոլ Փաշինյանի քաղաքն է, վերջերս գյուղ գնալուց գյուղացիներին ասել էր, հիմա ադրբեջանցիները ավելի շատ տարածքներ են վերցնում, քան նախատեսված էր, որովհետեւ դուք ընդվզում եք իրականացրել բողոքի գործողություններ եք իրականացրել, այսինքն եթե դուք դες խելոք պահեիք, Ալիևը ավելի քիչ տարածքներ կվերցներ։ Այդ հիմարությունը մի փաստի ապացույց է, որ իրենք ըստ էության ոչ մի քարտեզ չունեն։ Այսինքն Ադրբեջանը ունի պահանջներ, ասում է, այս եմ ուզում։ Դիմադրություն եք ցույց տալի, ավելի շատ է ուզում։ Իրականում ոչ մի հիմք, ոչ մի քարտեզ, ոչ մի փաստաթուղթ գոյություն չունի, որովհետև տեղի ունեցողը սահմանազատման գործընթացի հետ ոչ մի կապ չունի, որովհետև սահմանազատման գործընթաց եթե իրականացվի, դրա համար օրենքով կարգավորումներ կան։ Մասնավորապես կա պետական սահմանի մասին օրենք, որը հստակ սահմանում է, որ պետական սահմանի նկարագրությունը եւ տեղորոշումը իրականացվում է միջազգային պայմանագրով եւ օրենքով, այսինքն այնպիսի միջազգային պայմանագրով, որը վավերացված է ներքին ընթացակարգերով, այսինքն սահմանադրական դատանը տվել է համաձայնություն, ազգային ժողովը վավերացրել է, նախագահան ստորագրել է, ուժի մեջ է մտել, նոր ըստ դրա, այսինքն
ստորագրված, հաստատված միջազգային պայմանագրով կարող է իրականացվել սահմանի տեղորոշում։ Սա հստակ նկարագրված է օրենքում։ Նման գործընթաց տեղի չունենում։ Իսկ թե ինչ բան է միջազգային պայմանագիր, դա սահմանված է միջազգային պայմանագրերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով, որտեղ գրված է, թե ով իրավասություն ունի բանակցել պետության անունից, ով իրավասություն ունի ստորագրել պայմանագիրը, ստորագրելուց հետո ինչ ընթացակարգեր են անցնում, այսինքն գերատեսչական համաձայնեցում, այդ գործընթացի ընդհանուր համակարգումը պետք է իրականացնի արտաքին գործերի նախարարությունը եւ այլն։ Այս տրամաբանությունից, այսինքն օրենքով սահմանված կարգերից ընթացակարգերի հետ տեղի ունեցողը բացարձակապես ոչ մի կապ առնչություն չունի, այսինքն սա ապօրինի գործընթաց է, ընդամենը կա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցանկություն, պահանջ, այդ պահանջը Շահին Մուստաֆայևի միջոցով փոխանցվել է փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանին, որը ոչ մի իրավասություն չունեցող մարդ է այս հարաբերություններում, այս հարցերում, Մեհեր Գրիգորյանն էլ գնացել է Տավուշում, հանդիպել է Շահինի հետ, եկել է զեկուցել է Նիկոլ Փաշինյանին, սա այդ ամեն ասածը ընդունում է որպես հանձնարարություն եւ անցնում է առաջ։ Եվ ինչի համար է այս ուղերձը, ոչ միայն որ այս փուլը արդեն այս 4 գյուղերի ավարտվել է, փաստացի ավարտվել է, այսինքն այնտեղ փշալարերը անցկացվել են, մնացել է այդ Կիրանց գյուղի մեջից կիսելու հարցը, ժամանակ են խնդրել, ասել են մի ամիս ժամանակ տվեք այդ գյուղացիներին, որ մենք փոխհատուցում տանք կամ զորով անենք, ոնց ուզում ենք անենք, կբերեք մեկը կդնեք, այսինքն քաղաքական որոշումը կայացվել է։ Հիմա Իլհամ Ալիևը այդ իր դեկտեմբերյան հայտարարության մեջ չի սահմանափակվել, չէ՞ միայն այդ 4 գյուղերով։ Այսինքն այս ուղերձի նպատակը հետևյալն էր, ազդարարեց այս փուլի ավարտի մասին, զեկուցեց Իլհամ Ալիևին, որ իր հանձնարարությունը կատարել է, անցնում են հաջորդ փուլին։ Հաջորդ փուլը դա անկլավ կոչվածներն են, որից 3-ը գտնվում են Տավուշի մարզում, մեկը Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքն է, բնակավայրն է։ Սրա նպատակը ինչն է, որ ավելի շատ տարածքներ Ադրբեջան ունենալու, որովհետև իրականում դրանք անկլավներ չեն։ Իլհամ Ալիևը դա ասել է, որ ոչ միայն այդ տարածքները պիտի ունենան ադրբեջանական պատկանելություն, այլև Ադրբեջանը պետք է ունենա հուսալի ցամաքային կապ հնարավորություն այդ տարածքները օգտագործելու համար, այսինքն դրանք ոչ թե անկլավի կարգավիճակ են մնալու, այլ այդ տարածքները կպնելու են Ադրբեջանին։ Իսկ դրանք այնպիսի դասավորություն ունեն, որ եթե այդ խնդիրն էլ Նիկոլ Փաշինյանը լուծի, ապա ստացվում է, որ հայկական են բոլոր բնակավայրերը, ոչ միայն Կիրանց գյուղի կեսը, որտեղ ակնհայտ է, որ այլևս ոչ մի մարդ չի կարալու ապրի, ոչ միայն Բաղանիս, Ոսկեպար, այդ գյուղերը առհասարակ են մխրճվում ադրբեջանական, չեմ ասում, բնակավայր, այնտեղ ոչ մի բնակավայր չի լինելու, ոչ մի ադրբեջանցի այնտեղ չի գալու ապրի, այնտեղ ապրելու իրանց ոչ մի հետաքրքրություն չունեն, իրանք հսկայական երկիրը թողած չեն գալու այդան այնտեղ ապրեն։ Այնտեղ տեղակայվելու են միայն Ադրբեջանի 3-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումներ եւ հատուկ նշանակության կոմանդո ստորաբաժանումներ։ Գալու են մխրճվել մեր գյուղերի մեջ եւ անհնարին դարձնեն կյանքը այդ գյուղերում։ Ոնց որ ասենք կրակում են Երասխի մետալուրգիական կոմբինատի վրա, այդ կոմբինատը ստիված եղավ պետությունը տեղափոխ։ Նույնը կգան ընդ մի քանի հատ կկրակեն, սրանք կթողնենք ինչ պիտի Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, մեկ էլ էս գեներալի կոչում ստացած այդ վախկոտ դավաճանները գնան դիմադրություն ցույց տան ադրբեջանցիներին։ Այդ Կիրանցի մյուս բնակավայրերի բնակիչները Նիկոլ Փաշինյանին հարցրել են, չէ՞, ասել են լավ էս ամբողջ գործընթացը որ անում ես, որ մեր երկիրը սահմանները հստակ լինի եւ գոնե խաղաղությունը երաշխավորված է, գոնե ասել եք որ խաղաղությունը հաստատվելու դրանից հետո, ասում է ոչ, տենց երաշխիք չկա, կրակողը նրանք են, կարող է 7 օր չկրակեն, 8-րդ օրն է կրակեն։ Այսինքն նա շատ լավ գիտի, այո, այդ մի բանը ճիշտ ասում, 100% տենց էլ լինելու է։ Դրանք խաղաղություն հաստատելու մտադրություն չունեն, որ հիմար պետք է լինել այդ ամեն ինչին հավատալու համար, եւ որ մարդիկ բերն բերան ասում են Իլհամ Ալիևը 2 օր առաջ էլ որ խոսում է հայերի մասին խոսալուց որպես թշնամի է նրանց մասին խոսում։ Բելարուսի նախագահին երբ որ Շուշիում ինչ-որ բան է ներկայացնում, բարբարոսների մասին է խոսում, թշնամիների մասին է խոսում, այսինքն ակնհայտ է որ նա որևէ համագործակցության, որևէ խաղաղության մտադրություն չունի, նա մտադրություն ունի ամբողջությամբ վերացնելու, ոչնչացնելու Հայաստանի պետությունը։ Դե հիմա դա պարտադիր չի մի շաբաթում անեն,
գործողությունների պլանը մշակել են, ըստ դրա գնում են։ Հիմա եթե այդ տանկլավներին թեման հասավ, այսինքն բացի դրանից, որ Տաուշի այդ ամբողջ մարզը ստեյության այդ հատվածով օկուպացում Ադրբեջանի կողմից, մնացածն էլ հայտնվում են ռիսկային գոտում, Տիգրանաշենը հանձնելու դեպքում Արարատի մարզի այդ մյուս հատվածը, այսինքն Տիգրանաշենից այն կողմ լեռնային հատվածը Արարատի մարզի եւ Վայոց ձորի մարզը ամբողջությամբ եւ Սյունիքի մարզը ամբողջությամբ հայտնվում է այն նույն վիճակում, որում հայտնվել էր Արցախը 2023 թվականի ընթացքում, այսինքն ամբողջությամբ շրջափակման մեջ։ Այդ ճանապարհը փակվելու է, դրվելու են ադրբեջանական անցակետեր, շրջանցող ճանապարհը վեդիով Տիգրանաշենից հեռու ընդամենը 2 կիլոմետր, ընդ տեղադրելու են մի հատ մինամյոտ, ժամը 1 մի հատ սնայրատ գցելու են այդ ճանապարհի վրա, այդ ճանապարհը դառնալու է ոչ երթևեկելի, ամբողջ ժողովուրդը հայտնվելու է շրջափակման մեջ, մինչև որ կանեն ռազմական գործողություն, կասի դու ինձ նոյեմբերի 9-ով խոստացել էր, որ պիտի տարածքս Նախիջևանի միանալու չես տվել, ես դա վերցնում եմ ռազմական ճանապարհով։ Այդ մասին հայտարարություններ, որ եթե այդ խնդիրը չլուծվի, Հայաստանը ճանապարհ չտա ինքը ռազմականա լուծելու, այդ մասին Ալիևը արդեն հայտարարել է։ Հիմա ինքը ռազմական գործողություն անելուց պետության ղեկավարը, չէ, իր զորքի մասին էլ է մտածում, իր զինվորի մասին էլ է մտածում։ Ասում ավելի լավ է մի տարի ուշ լինի, քիչ զոհերով լինի, հեշտ լինի այդ գործողություն անել, քան թե հիմա ղամազություն անել, շուտ անել։ Այսինքն որ պահից որ Տիգրանաշենից ճանապարհը կկտրի, վերահսկողությունը Երևանի կկորի այդ ամբողջ Վայոց ձոր Սյունիքի Արարատի նկատմամբ, կթուլացնի, կհյուծի, արդեն ընդ վառելիքը կպրծնի, դեղերը կպրծնի, մենու մանու կլացեն, արդեն չգիտեմ, դիալեզով հիվանդներին կարմիր խաչ կբերի, կթուլացնի, կհյուծի այդ ամբողջ հատվածը, նոր դրանից հետո մի հատ ռազմական գործողություն կանի, ամբողջ կվերցնի։ Ով է դրան ասելու ինչի ես արել, ինչի չես արել, ոչ մեկը, անտեր երկիրը հասկանում եք, անտեր երկիր, ոնց որ գնաս մի հատ տարածք, մի հատ գործարանի տարածք լինի, այդ գործարանի տերերը թողած գնացած լինեն, մի հատ ալկաշի դնեն ընդեի պահակ, այն է սաղորը խմած, վերընկած, եթե օյաղանում էլ մի հատ կողքի գործարանի պահակների հետ, շների հետ, հիմար բաներ է խոսում, նորից էլի խմում, վերընկնում։ Հիմա ասեք կողքի գնացող եկածողը, ով որ այդ գործարանի վրա ինչ պիտի անի։ Պիտի թալանի, այդ ամեն ինչը զավթի, մի հատ պատ առաջ դնի, մի հատ ստեղից վերցնի, մի հատ մի օր ընդեղից դնի, մինչև վերջնականապես այդ կզավթի կպրծնի, այդ պահակիներ կսպանի կամ չգիտեմ կշպրտի մի կողմի վրա, մի շիշ արախ կտակ, ասի ռադդ կաշիստից գնա։ Հայաստանը հիմա հայտնվել է այդպես վիճակում։ Այսինքն մեր շեն երկիրը հայտնվել է մի հատ ալկաշ պահակի ձեռը։ Այն էլ օգտվում է կողքից կանգնածներն էլ, որ տարիներով աշկեր ունեցել այդ երկրի վրա, այդ իրանց համար համարել են իրենց անվտանգության սպառնալիք, վտանգ, իրենց հետագա զարգացումների համար խոչընդոտ, քայլ առ քայլ լուծում են։ Եվ այս ուղերձի բովանդակությունը ընդամենը դրա մասին է, թե ինքը հաջորդ քայլերով ինչա իրականացնելու։ Հիմա տեսեք ինչ է ասում այդ իր ուղերձի մեջ, ասում ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը ստանձնեցին Տաուշի մարզի Բերքաբեդ բնակավայրի Ոսկեպար Բաղանից բնակավայրի կիլոմետրով նշում է սահմանահատվածների պահպանությունը։ Ինքը սա նշում է որպես ձեռքբերում, որ ԱԱՑ զորքերը ստանձնեցին սահմանի պահպանություն։ Բայց իրականում սա ինչ է նշանակում, որ մեր բանակը հետ է քաշվել այդ տարածքներից։ Ընդհանրապես սա դրա մասին է, այսինքն մեր ժողովրդին, մեր երկիրը դարձել է անպաշտպան, որովհետև եթե մինչև հիմա, մինչև այս կոչված ադրբեջանական գալը սահմանազատումը, որ իրանց ասելով անում են, այնտեղ տեղակայված էին զինված ուժերի ստորաբաժանումները։ Զինված ուժերի ստորաբաժանումները ունենում են հստակ մարտական դիրքեր, ամեն մի մարտական դիրքը ունենում է մարտական հերթապահության հստակ անձնակազմ, ասենք ջոկեր են տեղակայվում, ջոկատներ են տեղակայվում, ամեն ջոկատ ունի հրամանատար, իրանք ունեն որոշակի սպառազինություններ, մոտ տարածության վրա գոյություն ունի հրետանի, այնտեղ գոյություն ունի այդ երրորդ բանակային կորպուսը, որի կազմի մեջ մտնում են մոտոհրաձգային գնդեր, այդ գնդերի կազմում կային գումարտակներ, նրանք ունեին բավարար սպառազինություններ, այսինքն պետական սահմանի պաշտպանությունը ոչ միայն իրականացում էր հստակ ամրաշինական կառույցներով, որը հատկապես այդ հատվածում Տաուշի մարզում եղել է ամենաուժեղներից մեկը, խրամատներ, միջդիրքային անցուղիներ, դիրքերի սնուցման ճանապարհներ եւ այլն, այս ամեն ինչի փոխարեն
Սահմանապահ զորքը 2 հոգի հերթապահ սահմանապահ Կալաշնիկով ավտոմատով մի հատ է շուն։ Դրանց խնդիրը ընդհանրապես ցանկացած սահմանապահ ծառայության, որը մենք հիմա ունենք, ասենք Թուրքիայի սահմանում, չէ՞, կամ չգիտեմ Վրաստանի սահման, դրանց խնդիրը ոչ թե ագրեսիայից պաշտպանությունն է, այլ ասենք սահմանի անօրինական խախտումներից պաշտպանություն, որ որևէ մեկը առանց սահմանային անցակետի սահմանի ուրիշ հատվածով երկիր չմտնի, այսինքն անօրինական միգրացիայի կանխումն է, թմրամիջոցների շրջանառության կանխումն է, մաքսանենգ առևտրի կանխում, սահմանապահ ծառայությունը այդ ֆունկցիաներն է իրականացնում։ Ագրեսիվ ռազմական գործողություններից ինքը պետական սահմանի պահպանություն ի վիճակի չի իրականացնել։ Իր զորքի տեսակը, կազմը, մարտական խնդիրները դրա հետ ոչ մի առնչություն չունեն։ Հիմա Նիկոլ Փաշինյանի գլուխ է գովում, որ ինքը մեր բանակը հետ է քաշել սահմանից եւ այնտեղ կայացրել է, կանգնացրել է 2 հոգի անպաշտպան, ասենք մի 25-30 տարեկան պայմանագրային կարող է այս ժամկետայինները տանեն դնեն ընդ Ջայր տղեկ, որոնք ոչ մի բան չեն կարող անեն։ Իսկ ադրբեջանական կողմից ընդ տեղակայվում են ոչ թե սահմանապահ ծառայության զորքեր, այլ հատուկ նշանակության զորամիավորներ։ Ադրբեջանի զինված ուժերում գոյություն ունի կոմանդո անվանումով հատուկ նշանակության զորամիավորումներ, որտեղ ծառայում են բացառապես պայմանագրային զինծառայողներ, որոնք առանց բացառության վերապատրաստում են անցել Թուրքիայի բանակում, ունեն արագ արձագանքման, մարտական խնդիրների լուծման կարողություններ, ոչ միայն դիվերսիոն ներթափանցման խնդիրների լուծման, այլ նաև սահմանի պահպանության եւ ռազմական այլ տիպի գործողությունների իրականացման համար։ Եվ Ադրբեջանում 44 օրյա պատերազմից հետո կոմանդո հատուկ նշանակության զորամիավորումների քանակը ըստ Ադրբեջանի նախագահի ավելացվել է 2.5 անգամ, այսինքն մինչև հիմա ունեցել էին մինչև պատերազմը 2.5 անգամ էլ ավելացել են։ Եվ այդ ստորաբաժանումները տեղակայված են բացառապես հայ-ադրբեջանական սահմանին, այսինքն Կասպից ծովի ափերին, Մինգիչաուրի ջրամբարի մոտ, երկրի խորքում, Վրաստանի սահմանին կոմանդո հատուկ նշանակության զորամիավորներ չկան, բայց ջերմ ու քաղաքի գլխին հիմա որ նստած են կոմանդո, դե սահմանապահ չկա։ Նույնը ստեղ է, եթե նույնիսկ առաջի պլանի վրա ինքը բերում է ցուցադրում առաջի զորամասը բացում է սահմանապահով, դրա թիկունքում կանգնած է իրանց բանակային զորամիավորումը հատուկ նշանակության ստորաբաժանումներով։ Եվ եթե հիշում եք Նիկոլ Փաշինյանը ժամանակին ասում էր ես առաջարկում եմ Ադրբեջանի նախագահին, որ մենք հայելային զորքերը հետ քաշենք սահմաններից, սահմանային հատվածներում ստեղծենք չեզոք գոտիներ, որոնտեղ ոչ մի զինվորականներ չլինի, խաղ գոտիներ, որ սահմանի այս կամ այն հատվածում ապրող մարդը մտածի, որ ինքը հանգիստ ապրում, ավտոմատիկ զինվորից պատերազմից հեռու է ալնում։ Ադրբեջանի նախագահը ասաց այդ ապուշությունները կետաս կնգատ կպատմես, մեկ է քո քպեականների, մեկ էլ հայ ժողովրդի մեջ եթե քո խելքին անասուն կա, կետաս դրանց կպատմես, իրանք կլսեն կհավատան։ Ես ոչ մի տեղից զորք հետ չեմ քաշելու, ես չեմ Բաքվից եկե ասել ջերմուկի գլխին, որ իմ զորքը ընդից վերցնեմ հետ գնամ։ Այդպես բան չի լինելու։ Ոչ մի հայելային հետ քաշման մասին խոսք չկա, ոչ մի չեզոք գոտի ստեղծելու մասին չկա, հանդե որտեղ փշարարը դնում են, փշարարի կողքը կանգնում է ադրբեջանական զինվոր, այսինքն այնց չի որ 50 մետր հետ գա, սահմանը 50 մետր հեռվից սկեն։ Իրանց գծի վրա իրանց զորքին շարում են, մերոնց են հետ շպրտում։ Եվ այդ ինքը որ ասում է տվել եմ ԱԱՑ-ին, այդ ընդամենը դա է, որ բանակն է հետ քաշե միակողմանիորեն, այն ինչ որ ինքը առաջարկում էր Ադրբեջանին եւ մերժում ստացել, հիմա Ադրբեջանի հանձնարարությամբ միակողմանիորեն դա իրականացնում է։ Ասում է, սահմանազատման այս գործընթացը հասկանալիորեն վերջին ամիսներին ամենակննարկվող թեման է, որից հետո ինչ է կատարվում մեր երկրում, ինչ է կատարվում մեր երկրի հետ, ինչու է կատարվում այդ ամենը եւ որոնք են այս կետից հետագա գործընթացի հնարավոր սցենարների այլ ընտրանքները։ Տեսեք, հնարավոր հետագա սցենարների մասին է խոսում, հստակ հուշելով, որ իր ուղերձը ամփոփումներ Իլհամ Ալիևի պահանջների առաջի փուլի եւ մեկնարկն է նոր փուլի, ինչա կատարվելու։ Ասում է սահմանազատում, նորից եմ ասում, սա սահմանազատման հետ ոչ մի կապ չունի, որովհետև թե ինչ բան է սահմանազատում, դա օրենքներով է նկարագրված։ Իսկ այդ օրենքներից ոչ մեկի պահանջը հիմա չի կատարվում, չի հարգվում, սա ընդամենը միակողմանի մեր երկրից տարածքներ Ադրբեջանին հանձնելու գործընթաց է։ Իսկ դա ինչ է կատարվում, բարձր ինչ է կատարվում։
Ընդամենը թշնամական շահեր է սպասարկում, այսինքն թշնամին զավթել է մեր երկրի իշխանությունը, մի հատ Նիկոլ Փաշինյան կարգել է Հայաստանում որոշում կայացնելու, սա ձևավորել է մի հատ ոստիկանական խումբ, այսինքն մի 4-5 հազար, 7 հազար ակտիվ ոստիկանական հերոսակախմբեր, կարմիր բերետներ, որ եթում են, խանգարում են, չեն թողնում, ենթադրենք մարդը մտնի այդ գյուղ, դիմադրություն ցույց տա, նույնիսկ լրագրողին այսօր ասենք անին, թե ոտ են անում, ընդդեմ ցանում են, ասում են գնաց դե հարց տալ չի կարելի, իրան տեսնել չի կարելի, իր այդ խոսել չի, ինքը ոչ մեկի հետ չի խոսում, ոչ մեկ, ինքը ընտրել ասենք թե վարչական շրջանի ղեկավարի մարզպետին ասել են, մի դալիճ մարդը կարող է գյուղի բնակիչները չլինեն։ Հիմա ասենք թե մի տեղից ավտոներով, Ժիգուլիով, բանով բերեն ընդ մի քանի մարդ, ասեն մտում սրանք KGB-ի աշխատող բան բերեն նստածեն ընդ, ասեն սրանք գյուղի բնակիչներ են։ Հա, հանդիպում է հետը։ Մեկը հանդիպում է, փակ հանդիպում է, ոչ տեսագրում, իր մենակ իր լիշնիկն է նկարում, այն էլ որ կադրը կուզեն ցույց կտան, որը կուզեն ցույց չեն տա։ Ոստիկանական զորքերը դնում է գյուղ չի թողնում մարդ մտնի, մինչև սաղին հանում են ադրբեջանցիները գալի նստում են ուղերձով հանդեսակալես մտեսակ է։ Այսինքն ստե ոչ մի օրինական գործընթաց գոյություն չունի, ընդամենը նորից եմ ասում, բանավոր հանձնարարության Ալիևի պահանջների կատարումը։ Հիմա եթե այսօր Ալիևը Շահին Մուստաֆայևին կանչի, ասի գնայ մեր հետ հանդիպի, ասա որ ուզում եմ, չգիտեմ, մենք պիտի հասանելիություն ունենանք Սևանա լճին, ես պիտի գամ ոտերս դնեմ Սևանա լճի մեջ, ոնց էլ գնաց ազատագրված տարածքում, կոշիկները հանե, ոտերը դրե գետի ջրի մեջ, չէ՞։ Հիմա ասել է ես ուզում եմ ոտերս դնեմ Սևանա լճի ջրի մեջ, այդ Վարդենիսի կողմից այդ տարածքները պիտի հանձնեք։ Այնքանա բերե հասցրել դրանց ընդ 3 կիլոմետր բանը մնացել։ Հիմա ասենք օրինակ, որևէ մեկը կա, մի մարդ կա, որը մտածում է, որ դա հնարավոր չի։ Ասենք ասի, չէ, դա չի կարելի, այդպես բան չկա, մենք մեր երկիրը կպաշտպանենք։ Այդտենց մարդ կարա արդեն չլինի, որովհետև 100% այդ պահանջը կատարվելու է։ Դա պահանջեց, դա է կատարվելու։ Ուրիշ բան պահանջեց, ուրիշ բան է կատարվել։ Այ օրինակ ինքը կարող ասի դրա համար Ալմաթայի պարզումը հրճակագրից բացի գոյություն ունեցել մի հատ Կարագանդայի հրճակագիր։ Հա, մենք ոնց մինչև հիմա չգիտեինք, չէ՞ որ Ալմաթայի հրճակագիր գոյությունի ընդհանրապես, որովհետև 30 տարվա բանակցությունների ընթացքում այդտենց հրճակագրի մասին ոչ մեկ ոչ խոսել է, ոչ փաստարկել է, ոչ դրա մասին քննարկում է ել։ Պատերազմից հետո, երբ որ խնդիր դրվեց, որ ինքը պիտի Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում, գնացվում է Ալմաթայի հրճակագիրը դրա հետ ոչ մի կապ չունի, դրա հետ ոչ մի կապ, անը դրել ասում, հիմա էլ կլինի ասի Կարագանդայի հրճակագրով, Իսիկյուլի հրճակագրով, բանը Սևանա լճի այդ հատվածը պատկանում է Ադրբեջանի։ Կասի զորքը կտանի կդնի, լրագրողնի կբռնի, կջարդի կհանձնի, ու տենց էլ լինելու է։ Որովհետև նույնը որ վերաբերում է անկլավներին դրա մասին է խոսքը։ Ու մնացած բաները ինչ ասում։ Նստե ժամերով փիլիսոփայություն մեր ասում է կառավարությունը դրել էր աշխատանքային սեղան։ Դա իրական Հայաստանի ռազմավ, ինչ իրական Հայաստան, այ ապուշ, ինչ պատմական Հայաստան, բա դու իրական չի, բա ինչ է։ 90 թվականի օգոստոսի 23-ից ստեղծվել է պետություն։ Այդ պետության անունն է Հայաստանի Հանրապետություն, այդ պետությունը ունի իր անկախության հռչակագիրը, անցել է իր անկախության գործընթացը, իր ժողովրդի հերոսական զավակների, արյան, պայքարի գնով, զոհողությունների գնով, դժվար կյանքի, ցուրտ ու մութ տարիների գնով, կարողացել է իր անկախության հռչակագրով նկարագրված տարածքի վրա իշխանություն հաստատի, լավը վատ պետությունը կառուցել է այդ ժամանակահատվածում, ընդդեմ դու ես կրթություն ես ստացել ոչ բարով առանց դիպլոմի այդ ժամանակահատվածում, աշխատել ես, փող ես աշխատել Երևանում, տուն ես առել մեկի ձեռից այդ ժամանակահատվածում, այդ ամեն ինչ եղել է, այդ իրական չի եղել։ Բա իրական պետությունը, որ դու 18 թվին եղել ես Հայաստանի վարչապետ, այդ իրական չի եղել այդ պետությունը։ Դու իրական Հայաստանում չես եղել։ Բանալ նույնයි 18 թվին դու ինչ երկրի վարչապետ ես եղել, հիմա ինչ երկրի վարչապետ ես։ Բա Օրորի դու քո երկրի տարածքները հանձնում ես զոհողություններով, մարդկային կորուստներով, մարդիկ տարիներով իրանց գյուղում ասենք իր համար տունը կառուցել է, չէ՞ մարդը, գյուղում ոնց է եկամուտ ինչից ասի, գյուղատնտեսությունից, ամենացածր եկամտաբեր ճյուղերից է։
Մարդիկ դժվար աշխատանքով առատիցիրիկուն սերնդեսերունդ աշխատել են մի բան հետ են գցել բերե տուն են սարքել տունը մի քիչ ավելացրել են մի օր բանիկն են սարքել մի օր ճանապ արա եկել ես դրան սաղ ելածը տնից ձեռներից առնում ես տարիներով ստեղծած քրտինքով ասում ես էսի թուրքինն է տվեք թույթա որ ես մենամ իշխանության որ կնիկս բերի ընտանիքով հետագ լսվեն կառավարության շենք Էդ էլա չի ասեն կադրերից երևում է սաղ ընտանիքում լսվել են կառավարության շենքում Ինչ գործ ունի քո երեխեն կառավարության շենք այն էլ բթել եք ասես սարքել եք եսի մեջ չես իմանում արդեն ինչ կենթանի են սարքել դրան Կնիկը ինչ գործ ունի քո կաբինետում բերի քեզ շոր հագցնելը կարող է լողանացել հələ լավա կադրեր լողանալուց չեն սկսել ցույց տա դա դիտումների համար է չէ որ շատ դիտում լինի կարող ասենք եթե լողանալու մարդու կնիկ անանետա մեջ կպրտի ավելի շատ դիտումներ լինի Ինչ գործ ունի քո կնիկը կառավարության շենքում ինչ գործ ունի քո երեխեն կառավարության շենքում Ես սահմանադրական դատանի աշխատակազմի ղեկավարը եմ եղել իմ կինը շենք չի մտել իմ կինը սահմանադրական դատանի շենք իր կյանքում չի մտել Ինչ գործ ունի ես եմ պաշտոնյա խոնա պաշտոնյան չի նա իմ ընտաներա տեղի իմ տունն է Դու եմ պետության հաշվի միլիոնավոր դոլարների կամարանոցներ ունեք տներ ունեք Առավոտից ցիրիկուն ընտանիքով վերընկած կառավարության շենքում հասկանում եք սրանք ինչա ցույց տալի է դրա խորհուրդը որն է որ ասում եմ այս քեզ գալստուկը կապում եմ են էլ վերընկած գնա մեր համար որպեսզի մենք ապրենք վայելենք սես տեղեր ապրենք սենց ուտենք սես բան գնա այս ժողովրդին ասեք իշխանությունա չէ պետք որ ինքը իշխանություն չլի դրա ընտանիքը խոչի մենա կառավարության շենքում կառավարական ամառանոցում այդ ուղաթիռը խոչեն նստի այդ մերսեդեսները խոչեն նստի զրահապատ այդ թիկնազորը խոչեն ասում դա մեզ պետքա չէ կյանք ենք չէ վայելում դա գալստուկը կապի գնա վերընկի բացատրի մատ հեքիաթ պատմի ասա պատմական Հայաստան իրական Հայաստան իմ խնդիրը սա է իմ խնդիրը դա է Այդպես հիմարությունները դուստու մարդիկ է կլսեն հաջորդ օրը կլնես կետած կոնկրետ գյուղ Կոնկրետ այդ գյուղն էլ քան այսօր գնացել է չէ տավուշի մարդ ձեր կարծիքով ինչի է գնացել է այդ սահմանամերձ համայնքի հիմնախնդիրները լուծի Դա շատ վաղուց էր երբ որ մարզպետները նախարարները վարչապետները նախագահները սահմանամերձ գյուղեր էին գնում որպեսզի այդ գյուղերի հիմնախնդիրները լուծեն Հիմա սա որ գնում է ինչ-որ մի գյուղ նպատակը այդ գյուղը Ադրբեջանին է սահմանամերձ սահմանամերձ գյուղը հանձնում ենք Ադրբեջանին Մեզ էլ ասում են ինչ կմնա Պետության ղեկավար, որը որ վտանգած է տեսնում իր պետություն, ասում է, ընկել ենք պատմության գիրկը, հեքիաթների գիրկը, սովետի ժամանակ, երազում էինք անկախության, ասած հեքիաթները դու ինչ գործ ունես սովետի վաղ, ինչ այլ է, ինչ չել է, սովետը քանդվել է, դրանից հետո պետությունը առաջացել, ասում է, բայց պետություն երազելիս մենք հենվել ենք հիշողությունների վրա, որոնք բխել են նախկինում ունեցած մեր պետական ավանդույցից, Երվանդուդինների Հայաստան, Արտաշեսյան Հայաստան, Արշակունյաց Հայաստան, Բագրատունյան, Կիլիկի Հայաստան։ Արա ինչ դրա մասին որ, ընդ որում այդ ինչի մասին որ խոսում է, որ տես մենք գնացել ենք։ Դա ընդհանրապես մեր ժողովրդի պատմությունն է, որ այդ մենք հարգանքով ենք վերաբերվում, բայց ինքը երբ որ 2020 թվականին ստորագրել է Հայաստանի Հանրապետության ազգային Ուրեմն Հայաստանի Հանրապետության անվտանգության ռազմավարությունը դրա նախաբանում ինքն է գրել որ հիմիկվա Հայաստանը հանդիսանում է Երվանդունիների Արտաշեսյանների ուրեմն Արշակունիների եւ Բագրատունիների ժառանգորդը ինքն է գրել դրանից առաջ որ մենք ընդհանրապես դրան վերաբերել ենք որպես մեր ժողովրդի պատմության որի արդյունքում դարերի պայքարի արդյունքում մենք Ունեցել ենք լուսավոր պետություն, Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն, որը դու կործանում ես այսօր նստել ես ովատես է պետության ղեկավարը նստի խոսի պետությունը կործանելու մասին, պետության կործանման վտանգների մասին։ Ասում եմ, եթե մենք հստակ սահման չունենանք, մեր պետությունը կվերանա։ Բայց եթե մենք հստակ սահման չունենք, այդ նշանակում է, որ մեր հարևան պետությունը չէ հստակ սահման չունի։ Ասենք Ադրբեջանն է, չէ հստակ չի սա, եթե մեր սահմանը պիտի իր հետ հստակեցվի, Եթե հստակեցված չի, ուրեմն ոչ մեր համար է հստակեցված, ոչ իրա։ Բայց ոնց է որ Ադրբեջանը չի մտածում, որ ինքը դրանից իր պետությունը պիտի վերանա։ Բայց դու մտածում ես, որ քո պետությունը պիտի վերանա։ Որտեղ եթե մինչև հիմա, քանի դու չէիր եկել իշխանության, Ադրբեջանը մտածում էր, որ Հայաստանն է իր պետության սպառնալիքը։ Բայց ոնց եղավ, որ քո գալուց հետո տեղերը փոխվավ։ Ով ասում, որ սահմանը Եթե գծանշված չի, ուրեմն պետությունը իրավունք ունի հարձակվի մյուս պետության վրա։ Պետության հարձակումը մյուս պետության վրա դա ռազմական հանցագործություն է, դա բոլոր կազմակերպությունների, այդ թվում միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ արգելված գործունեություն է,
ով է իրավունք տվել մի պետության հարձակվի մյուս պետության վրա։ Բա դու այսքան երկրների միջազգային կազմակերպությունների անդամ ես։ Հիմա եք էլ ինչ ասում, ասում եք քանի որ Ադրբեջանը հարձակվի մեր վրա, մենք էլ չենք կարող մեր պետության անվտանգությունը պաշտպանել։ Մենք հիմա թույլ ենք։ Չնայած 2020 թվին այդ նույն Տավուշյան մարտերից հետո Սարդարապետի հուշահամալիրում, երբ որ անխնա մեդալներ էր բաժանում, ասում էր որ մեր հետ հնարավոր չի ուժի լեզվով խոսել, մեր բանակը տարածաշրջանում վճռորոշ է, մենք Ադրբեջանին ցույց տվեցինք, որ մենք թույլ չենք, այսպես բաներ էր խոսում 2020 թվականի հուլիսին։ Իսկ հիմա ակաշները կախ է, գլուխը կախ է, ասում է որ մեր համար վտանգները կգան մեր երկիրը կզարթ ու քանի որ մենք չենք կարա մեր երկիրը պաշտպանենք, ուրեմն պետք է ուրիշի աջակցության կարիք ունենանք, Ռուսաստանի աջակցության կարիք ունենանք, հապկյա, դե նրանք էլ ասում են որ կան մեզ աջակցեն, մեր պետությունը կզավթեն, ինչի արա, ինչի, այ ապուշ, ինչի։ Աշխարհում միակ դու ես, որ ռազմաքաղաքական կազմակերպության անդամ ես, ուրիշ երկրների միջև ռազմական համագործակցություն չկա, անվտանգային համակարգեր չկան, միջազգային կազմակերպություններ չկան։ Հիմա ասենք թե որ Լեհաստանը, Մեզբացյան երկրները, Ռումինիան ՆԱՏՕ-ի անդամ են։ Ինչի համար են ՆԱՏՕ-ի անդամ։ Ռազմաքաղաքական կազմակերպություն, ոնց որ մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, դրանք էլ ՆԱՏՕ-ի անդամ են, չէ՞։ Էն էլ է ռազմաքաղաքական կազմակերպություն, սա էլ։ Դա էլ է միտված երկրի անվտանգության ապահովմանը, ընդ որում ոչ միայն ռազմական գործողությունների դեպքում, այլ նաև դիվանագիտական ճանապարհով մեկտեղել են իրենց ջանքերը, ստեղծել են միասնական անվտանգային համակարգ, որպեսզի չեզոքացնեն իրենց անվտանգային ռիսկերը։ Հիմա որ Լեհաստանի տարածքում, բացի դրանից, որ ինքը ՆԱՏՕ-ի անդամ է, տեղակայված են նաև ամերիկյան ռազմաբազաներ։ Մենք ենք ասում Հայաստանի տարածքում կա ռուսական ռազմաբազա։ Ամերիկան աշխարհում քանի երկրում ունի ռազմաբազաներ։ Հարյուրավոր։ Հիմա որ Լեհաստանն իր տարածքում ունի ամերիկյան ռազմաբազա, եւ ինքն էլ հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ։ Ուրեմն ինքը պետություն չի։ Իր պետությունը այլևս գոյություն չունի։ Վտանգված է իրա, հիմա Լեհաստանի նախագահի մեր պետությունը վտանգված է, որովհետեւ մենք ՆԱՏՕ-ի անդամ ու վեր կենան Ամերիկայի նախագահին ինչ ասես ասեն, էլ փաստաթղթեր վավերացնեն, ասեն մենք իրան ստե գակ կձերբակալենք, իրանք մեզ ոչ բարեկամ են, հիմարությունները դուրս տան միակ ռազմաքաղաքական դաշինքը, որին անդամակցում են։ Հետո էլ ասեն, յաս, մեր երկիրը կվերանա։ Բայց սա է սանում։ Սա դու ես դրել մեր երկրին այս վիճակի մեջ ու հիմարություններ դուրս տալու խոչի։ Ասում եմ, մենք ստացել ենք մեր ժողովրդի մի քիչ արագացնեմ, որ շատ չզբաղացնեմ։ Ասում եմ, որպես մեկը ձեզնից, որ հենց ձեզնից մանդատ է ստացել աշխատելու Հայաստանի ապագան ապահովելու բանաձևերի վրա։ Դու Հայաստանի ժողովրդից մանդատ է ստացել կոնկրետ նախընտրական խոստումների համար։ Դու 18 թվին եղել ես մարդկանց խոստումներ ես տվել, մարդիկ ես իշխանություն են տվել քո խոստացածի համար։ Դու 18-ից 20 թիվը քո խոստացածն ես արել։ Դու խոստացել ես, ասել ես, ես գալու եմ, տապալ եմ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը, սկսեմ զրոյական կետից, ինչ ուզեմ բանակցեմ, հետներ տանեմ պատերազմը տանուլ տամ։ Որպիսի նույն արդյունքը, որ կարա լինել առանց պատերազմի, ուղղակի կլներ առանց զոհերի, ես կանեմ զոհերով, սիրելի քաղաքացիներ, որպիսի դուք հանկարծ չմտածեք, որ ես դավաճան եմ։ Էդ ես խոստացել դու 18 թվին։ Բայց լամա այդ խոստանայիր։ Այն ինչ որ դու արել ես իշխանության գալուց հետո, փաստացի։ Հələ մի հատ պատկերացրու, որ դա խոստանայիր իշխանության գալուց առաջ։ Տեսնեմ մարդիկ քեզ կընտրեին, դու գալիս ես ասում ես, որ ես գալիս եմ այս կոռուպցիան վերացնեմ, այս ձեզնից թալանածը վերցնեմ, վերադարձնեմ ձեզ։ Էդ ես չէ խոստացել։ Դու խոստացել ես, ասես ես գալիս եմ, որպեսզի իմ ազգային ժողովի նախագահները իրանց թոշակառուն մամաներով, իրան նախարարները տներ սարքեն, մենք սաղս Երևանի կենտրոնում տները առնենք, եկամտարկից արտոնությունները ստանանք, ավտոները առնենք, դառնանք միլիոնատերերը, գրզոյին սարքենք դեպուտատ, են իրա բիզնեսները առաջ մղենք, մյուսներն սպանենք։ Էդ ես խոստացել։ Բանը մա դու քո արածը նայի որպես խոստում։ Տեսնենք իրականում այդ ժամանակ դու քվե ես ստանալու։ Դու մանդատ չես ստացել, դու խաբել ես մարդկանց համատարած,
խաբեության գնով եկել ես իշխանության, եւ դրանով մեր իշխանությունը, մեր ժողովրդի իշխանությունը ծառայեցնում ես այդ ժողովրդի դեմ, զոհելով դրա զավակներին, տնավեր դարձնելով դրա քաղաքացիներին, ունես զրկելով եւ վտարելով այս երկրից։ Ասում է Հայաստանի Հանրապետության 29743 քառակուսի կիլոմետր միջազգայինորեն ճանաչված լեգիտիմ տարածք։ Հələ մի հատ հիշի, քանի անգամ ես դու ինքդ քո կեղտոտ բերանով ասե 29800։ Հələ հիշի, քանի հայտարարություններ ես արել։ Հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությունը ստորագրելու Շարլ Միշելը քանի անգամ ասե 29800։ Ուրսուլա ֆոն դեր Լայնը քանի անգամ ասե 29800, Գրանադայի հայտարարության մեջ 29000, այդ ոնց եղավ, որ այդ 29800-ը դառավ 29743։ Հələ իջնում է։ Հələ սրա մեջ այդ տարածքներն են, որ ադրբեջանական վերահսկողության տակ են, որը հետ բերելու մասին ոչ մեկ չի խոսում, չի էլ խոսելու։ Կամ ասում ես միջազգայինորեն ճանաչված լեգիտիմ տարածք։ Մի հատ ինձ կարաս ասես, միջազգային որ կազմակերպությունն է ճանաչե այդ տարածքը, որ երկիրն է ճանաչե այդ տարածքը եւ որ փաստաթղթով է դա իրականացրե։ Եթե հանկարծ շփոթվես ասես Ալմատայի հռչակագրի, ուրեմն Ալմատայի հռչակագրի մեջ երկրի տարածքին վերաբերող մի դրույթ կա, ասում է պետությունները անկախ պետությունների համագործակցություն են հիմնում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներով։ Ձևակերպումը հետևյալն է. փաստացի գոյություն ունեցող սահմաններով, այսինքն որ տարածքը, որ Հայաստանը վերահսկել է, այդ տարածքն էլ համարվել է Հայաստան։ Եվ դա միջազգայինորեն ճանաչվել է, որովհետև Հայաստանը վերացական հասկացություն չի, Հայաստանը պետություն է, որը ունի իշխանություն, որ տարածքի վրա, որ Հայաստանի պետության իշխանությունը ճանաչված է, ունի իշխանություն փաստացի, այդ ճանաչված է միջազգայինորեն։ Ինչ ես խոսում, ինչ հիմարություններ ես խոսում, եթե դու հիմար ես, եթե դու անուս ես, եթե դու անգրագետ ես, մեր մեղքը որն է։ Ենք իրանցի, բնակչի, տաուշցիների մեղքը, ղարաբաղցիների մեղքը որն էր։ Մնացածից մեղքը որն է։ Իմ մեղքը որն է, որ ջերմուկում իմ հողի գլխին բերել ես թուրքին, նստացրել ես, իմ այդ հողը ոչ կարում եմ ծախեմ, ոչ կարում եմ օգտագործեմ։ Հարկերն է բարձրացրել ես 46 անգամ, իմ մեղքը որն է։ Մի մեղքը մենակ այն է, նկատի ունեմ բոլորիս մեղքը, որ դու էլ մնում ես իշխանության ղեկին։ Իսկ դրանից ազատվելու մեկ հնարավորություն կա, սիրելի հայրենակիցներ, եւ այդ հնարավորությունը մեզ համար ստեղծել է Սրբազան շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ։ Եթե մենք չկարողանանք դիմակայել այս հանցանքին, այս խաբեությանը, ապա այս դժբախտությունը հասնելու է բոլորի տուն առանց բացառության։ Թող մեկը հանկարծ չմտածի, որ այս խնդիրը հիմա Տաուշի մարզի խնդիր է։ Ընդ մի քանի հոգի են փոխհատուցումը կտան, քանեն կճամփեն։ Երևանում ոչ մեկին փոխհատուցում չեն տալու։ Ոնց որ Ստեփանակերտի ոչ մի բնակչի փոխհատուցում չեն տվել։ Բա որ դու փոխհատուցում տվող ես, քո մեղքով բնակարան տուն տեղ կորցրած մարդուն։ Արցախը հայությանը չի փոխհատուցում չես տալի։ Արցախը հայերի մեղքը որն էր, որ մեր ու մանուկ եկել են 2019 թվականի օգոստոսի 5-ին, լցվել էին վերածննդի հրապարակ, գոռում էին Նիկոլ, գոռում էին Դուխով, դու էլ ասում էին խոնարհվում եմ ձեր առաջ, Արցախը Հայաստանն է, մենք ամեն ինչը միասին ենք անելու, խաղաղություն ենք։ Բայց այդ խոստացել ես, այդ արել ես։ Դրա պատասխանը ով պիտի տա։ Բայց հիմա այդ Արցախը հայությունը, այդ ամբողջ 120,000-ը, դրանից առաջ 50,000 էլ, 100,000 մինչև այդ ժամանակին եկե Հայաստան։ Այդ 200,000-ը վաղը չպիտի լինի ժամը 4-ին Հանրապետության հրապարակում։ Բայց մնացած ամբողջ ժողովուրդը, որին դու խաբել ես, ովքեր որ 18 թվին, 21 թվին քեզ քվեարկել են, ինչի համար են քվեարկել։ Քվեարկել են խոստումներիդ համար։ Դու էսեին խոստացել իրանց 21 թվին։ Այսօրվա իրականությունն էի խոստացել։ Բայց քեզ ով է իրավունք տվել մի բան խոստանաս, ուրիշ բան անես։ Այդ որում այդ ուրիշ բանը լինի իրանց դեմ, իրանց անվտանգության դեմ, իրանց կյանքի դեմ, իրանց գոյության դեմ։ Թշնամու օգտին։ Այս խաբեությունը հանցանք է։
Հանցանք բարի բուն իմաստով քրեական օրենսգիր հոդված 419 իշխանություն յուրացնելը Սա զավթել է մեր ժողովրդի օրինական իշխանությունը եւ դրանով կատարում է քրեական օրենսգրքի մյուրիշ հանցանք Հապետական դավաճանության հանցանք 418 հոդվածով ասում է պետական դավաճանությունն է տշտամու կողմն անցնելը լրտեսությունը օտարերկրյա պետությանը օտարերկրական միջազգային կազմակերպությանը կամ դրա ներկայացին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելը Տշտամու կողմը անցնելը դա դավաճանություն է օրենքով 421 հոդված տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները այսինքն եթե դու պաշտոնատար անձ ես ու քո գործողություններով խախտում ես երկրի տարածքային ամբողջականությունը դա հանցագործությունն է 421 հոդվածով քրեական օրենսգրքի հանցագործ է ղեկավարում մեր երկիրը որ ես ասում եմ հայրենիքի գող դա ուղղակի մի ընդհանրական ձևակերպում է, որովհետև այս հոդվածները դրանք առանձին հանցատեսակներ են, որոնք մեկն է դատվում, մեկով մյուսը։ Բնության մեջ դեռ չի եղել մի դեպք, եւ որ գտնվի մեկը, որ այդ կատարի այդ քրեական օրենսգրքի բոլոր հնարավոր հոդվածներով հանցագործություն։ Դա հայրենիքի գողն է։ Իսկ դրա անունը Նիկոլ Փաշինյանն է։ Եվ իրեն շրջապատող փոքրաթիվ հանցախումբ, ասենք մի հատ Մեհեր Գրիգորյան, մի հատ Վահե Ղազարյան, մի հատ չգիտեմ Գներ Սանոսյան, մի հատ չգիտեմ Զերթ, մի հատ է Զիբիլ։ Ոտու գլուխ դրանք մի քանի հոգի են, որոնք ծառայում են տշտամուն։ Իսկ թե մենք քանի հոգի ենք եւ կարող ենք փրկել մեր երկիրը այդ դավաճաներից եւ հայրենիքի գողերից, կերևա վաղը մայիսի 26-ին ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում սրբազան շարժում, որը միակ հնարավորությունն է ստեղծում մեզ փրկելու մեր պետությունը, մեր ժողովրդին, ինքներս մեզ այս ճշտամական կեղտոտ այունոտ ճանկերից։ Բարին մեր ժողովրդի հետ, Աստված մեր ժողովրդի պահապան եւ թող հաղթանակով ու հաջողությամբ փսակվի մեր փրկության սրբազան պայքարը։ Շնորհակալ եմ ուշադրության համար։